Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ դերասան քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Գոռ Համբարձումյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Համբարձումյան։ Պարոն Համբարձումյան, դեռևս փետրվարին հայտնվեցին ընդդիմադիր մամուլում գլխագրեր բեմից քաղաքականություն, նախ հասկանանք մոտիվացիան քաղաքականությամբ զբաղվելու եւ ինչու որոշեցիք հենց քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ անցնել ճանապարհ։ Շնորհակալ եմ նախ հրավերի համար։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ, որտեղ կուսակցության անդամ եմ ու մինչև առաջադրվելն եմ անդամ եղել։ Իսկ բեմից քաղաքականություն, գիտեք, ես առիթ ունեցել եմ դրա մասին խոսելու։ Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր ձևավորվող ազգային ժողով իր մեջ ոլորտներից, կարևոր ոլորտներից պետք է ունենա ներկայացուցիչ։ Ես առաջադրվել եմ մշակույթը ներկայացնելու, մշակութային խնդիրները խորքային ներկայացնելու, այսինքն այդ ամեն ինչին առաջին դեմքով այդ ամեն ինչը ներկայացնելու համար։ Միտքը միայն դա է եղել։ Պարոն Համբարձումյան, կիսում եք այն մոտեցումը, որ սրանք մեր պատմության ամենաբախտորոշ, ամենավճռորոշ, ամենակարևոր ընտրություններն են եւ եթե այո, ինչով է դա պայմանավորված, ինչու են հենց հատկապես 26 թվականի խորհրդարանական ընտրություններին ուշադրությունը, սևեռվածությունը այսքան մեծ, ընդ որում ոչ միայն ներսում, այլ նաեւ արտաքին ուշադրությունը, գիտեք, արտաքին ուժերի, արտաքին ամենատարբեր դերակատարների ուշադրությունը, տպավորություն է բոլորը ուշի ուշով սպասում են ընտրությունների արդյունքներին, ինչով է դա պայմանավորված։ Իհարկե կիսում եմ այդ գաղափարը, որովհետև սա ընդդիմադիր դաշտի երևի թե վերջին ընտրություններն են։ Ու իրենց այս քաղաքական պանիկան կապված է հենց այս ընտրությունների հետ։ Բայց կարծում եք պանիկայի մեջ են։ Իհարկե, որովհետև երբ որ իրենց թեզերը լսում ես ու առերեսվում ես այս իրականության հետ, շատ տարբեր են։ Մենք արդեն օգոստոսի 8-ից հետո խաղաղության մեջ ենք ապրում։ Դե ֆակտո մենք խաղաղության մեջ ենք ապրում։ Դա մեր հասարակությունը այդ ամեն ինչը զգում է։ Իսկ այն մարդիկ, ովքեր խոսում են, թե իբր ճակերտավոր իրանք են կողմ խաղաղությանը, բայց իրանք բավականին երկար ժամանակ են ունեցել այդ խաղաղությունը բերելու։ Հիմա իրենք ճիշտ նկատեցիք, չեն ասում, որ մենք գալու ենք պատերազմ բերենք, իրենք ասում են, որ մենք այս խաղաղությունը ավելի ենք ուժեղացնելու, ուժեղներ ենք բերելու, երաշխավորներ ենք բերելու, գերտերություններ ենք բերելու, հզորներ ենք բերելու, այսինքն ասում են ամեն ինչ, բայց չեն ասում, որ դա պատերազմի մասին է։ Գիտեք, մտավոր հետամնաց պետք է լինես, որ ասես, օրինակ, դու պատերազմ ես բերելու։ Կարծում եմ, որ դա նորմալ է, որ իրանք ասում են, մենք կողմ ենք խաղաղությանը, բոլորն են կողմ խաղաղությանը, բայց այստեղ հարցեր են առաջանում, թե իրենց թեզերը, ինչ-որ երաշխավորված խաղաղություն, ուժեղ խաղաղություն, հզոր խաղաղություն, խաղաղությունը խաղաղություն է։ Այսինքն երաշխավորված խաղաղություն ասածը ո՞րն է, փաստացի մենք ունենք, չէ՞, խաղաղություն։ Երաշխիքը խաղաղության մեր ժողովրդի անցած դժվար ճանապարհն է։ Խաղաղությունը մենք պետք է պահենք։ Մենք չպետք է հույսներս դնենք, որ ինչ որ մեկը մեր տեղը դա կպահի, որովհետև աշխարհի մեծ խաղերի մեջ փոքր պետությունները շահելու գրեթե ոչինչ չունեն։ Ամենակարևորը, որ ոտատակ չընկնեն։ Իսկ մենք հիմա որդեգրել ենք բազմա վեկտոր քաղաքականությունը ու խաղաղության համար մենք ամեն ինչ անելու ենք։ Մեր հասարակությունը այս խաղաղության համար տվել ամենաթանկը, Իսկ ուր էին այդ ժամանակ այդ մարդիկ։ Ուր էին։ Ինչով էին զբաղված այդ մարդիկ, ովքեր որ մեր ժողովրդին ասում են, որ մենք ձեզ համար արժանապատիվ խաղաղություն կբերենք։ Դե օրինակ Քոչարյանն ասում է իր տարիները խաղաղ են եղել, իր կառավարման տարիները, հիմա էլ ասում է, եթե 21 թվականին ես լինեի իշխանության, Ղարաբաղը չէր դատարկվի։ Ինչի է դա պայմանավորված իրենց ասած, իրենց տարիները խաղաղ էին։ Տեսեք, հետպատերազմյան շրջան, պետությունը կարելի ասել այսպես սկուտեղի վրա մատուցեցին իրեն, նոր մեր պետությունը ձևավորվում էր, այդ ժամանակ պատերազմում էր պետք, ոչ մեկին էլ պետք չէր, որովհետև եւ սահմանից այն կողմ էր պետություն ձևավորվում, զինվում, 30 տարի զինվում էր այդ պետությունը։ Իսկ մենք ինչ էինք անում։ Իսկ ինչ էինք անում, պարոն Համբարձումյան։
Դե այսօր հակակոռուպցիոնում եւ բազմաթիվ այլ գերատեսչություններում այդ մարդկանց հետ կապված գործեր կան։ 200 միլիոն դոլարի գործ կա։ Դա հո իմը չի այդ գումարը։ Հո ինձանից չեն ուզում այդ գումարը, բայց ինձանից, ձեզանից, մեկից մյուսից են չէ տարել այդ գումարը։ Կարծում եմ, որ մեր հասարակությունը բացահայտ տենում է ինչա կատարվում։ Իհարկե, այստեղ մարդիկ կան, ովքեր օրինակ շփվում են ընդդիմադիր ուժերից մեկի հետ ընկերություն են անում կամ հարաբերություն ունեն, բնականաբար գլխով են անելու, ասելու են հա իհարկե։ Իհարկե կգանք կընտրենք, բայց ես վստահ եմ, որ 2018 թվականից հետո մեր հասարակությունը այլևս եղու բրինձով ձեն տալու, 5000 դրամով ձեն տալու ու ընտրությունից ընտրություն ինչ որ մի աջակցություն ստանալով չի գնալու ընտրությունը ու չի գնացել արդեն իսկ։ Սա մարդկանց համար պրինցիպիալ է։ Ով կուզենա հրաժարվի խաղաղությունից։ Ոչ մեկը։ Իսկ ով է բերել այդ խաղաղությունը։ Ոնց ստացվեց, որ 30 տարի չկար այդ խաղաղությունը, այսինքն անընդհատ սահմանին զոհեր, անընդհատ խնդիրներ ու մեկ էլ 25 թվականի օգոստոսի 8-ին նախաստորագրվում է այդ խաղաղության համաձայնագիրը ու դա մինչև օրս պահպանված է։ Ու մեր ժողովուրդը, մեր հասարակությունը, այն մարդիկ, ովքեր ապրում են այստեղ, ովքեր իրավունք ունեն պահանջելու, որովհետև իրենք իրենց կաշվի, իրենց մաշկի վրա են զգացել եւ խաղաղությունը հիմա եւ դրանից առաջ։ Իսկ վերադարձի հարցը, որ բարբերաբար փորձում են շահարկել պարոն Համբարձումյան նույն Ռոբերտ Քոչարյանը իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ ասում էր նախ պետք է տակ պահել Արցախի վերադարձի իրավունքի հարցը, ապա հետո նաեւ ինչ որ ձևերով կազմակերպել վերադարձ։ Հիմա դա սին հույսեր են դիվիդենդներ ստանալու, ձայներ ստանալու համար, թե դա հնարավոր է։ Եվ եթե դրանք պարզապես միամիտ խոսակցություններ են, թե այնուամենայնիվ Ռոբերտ Քոչարյանը հասկանում է, որ դրանով մեղմ ասած վտանգում է արդեն իսկ փխրուն խաղաղությունը, որ կա Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ Շատ լավ։ Ոնց են իրենք պատկերացնում այդ վերադարձը։ Ինչ մեխանիզմով։ Դե ասում է շատ անհնար բաներ է եղել իր կյանքում, որ ինքը մտածել է չի կարողանա, բայց կարողացել է, կգա կանի։ Ես ու այն մարդիկ ում ինքը առաջարկում է ու ասում է, որ մենք պատրաստ ենք դանենք, ես կարծում եմ նույնիսկ իր համախոհները չեն հավատում, որովհետև հեշտ է ասելը ընդդիմության տեսանկյունից, միշտ հեշտ է խոսելը։ Ասել այ օրինակ, գնանք Կարսը, Էրզրումը, Վանը, հետ կբերենք այդ սա, կգնանք կվերադառնանք տեղ ոնց։ Մեխանիզմը ոնց։ Իրենք ոնց են պատկերացնում այդ վերադարձը։ Օրինակ պատկերացնում են, որ մեր Լեռնային Ղարաբաղից տեղափոխված, տեղահանված մեր քույրերն ու եղբայրները գնալու են այնտեղ Ադրբեջանի անձնագիր ստանան, այդպես ապրեն, ոնց են պատկերացնում այդ մեխանիզմը։ Ես ասում եմ, իրենք բացահայտ ստում են, բացահայտ։ Եթե այդ հնարավորությունը լիներ, իրենք կապրեին այնտեղ։ Ու այս իշխանությունը ամեն ինչ կաներ, որ իրենք ապրեին։ Մեր իշխանությունը ամեն ինչ կաներ, որ իրենք ապրեին այնտեղ։ Եթե իրենց ներկայացրած ձևով էլ որ վերադառնանք, ամեն ինչ հնարավոր է, ես ամեն ինչ կանեմ։ Չգիտեմ, ամենազոր մարդկանց իմ կյանքում չեմ հանդիպել, իրեն էլ չեմ ճանաչում։ Լավ, մյուս ամենաուժեղներին անդրադառնանք, տեսեք, պարոն Համբարձումյան, գիտեք, քաղաքական դաշտում ինչքան էլ որ չարաշահվում է ուժեղ բառը, բայց ամեն դեպքում Կարապետյանների ուժը հավակնում է այսպես լինել ամենաուժեղը բոլոր պարագաներում, ուժեղ առաջնորդ, ուժեղ խաղաղություն, ուժեղ թիմ, հիմա էլ ասում են, որ իրենց առաջնորդը ամենակայացածն է ֆինանսապես եւ Հայաստանի պատմության մեջ առաջին մարդը կլինի, որ կոպիտ ասած ֆինանսների կարիք չի ունենա, կուշտ կլինի, իրենց բառերն է մոտավորապես մեջբերում, բայց հիշենք, որ նույն քաղաքացիական պայմանագիրի իշխանության տարբեր ներկայացուցիչներ անցյալ տարվանից խոսում են հեծի չարաշահումների մասին։ Այսինքն կուշտ եւ ֆինանսապես կայացած մարդիկ ինչու են ըստ էության կեղեքել հեծը։ Տեսեք, ինչ վերաբերվում է ուժեղ ասվածին, որն է իրանց պատկերացրած ուժեղը։ Եթե ուժը փողի մեջ է, իրենք շատ թույլ են ուրեմն։
ինձ համար ուժեղ են սահմանին կանգնած մեր զինվորները։ Ինձ համար ուժեղ էին այն զինվորները, այն տղերքը, ովքեր զոհվեցին 20 թվականի 44 օրյա պատերազմի ժամանակ։ Հիմա ես այդ ուժեղ տղերքին հարց եմ տալիս. դուք որտեղ էիք, երբ որ թեժ մարտեր էին գնում, դուք ուր էիք։ Եթե այնտեղ լինեիք, դուք նույնպես կլինեիք այդ ուժեղներից մեկը։ Բայց դուք Ռուսաստանից բանակցությունների սեղան վերադառնալու կոչեր էիք անում։ Իսկ մեր տղերքը, իմ ընկերները, իմ ընկերների ընկերները իրենք կռվում էին, իրենք զոհվում էին։ Դուք ուր էիք։ Կան մարդիկ, ովքեր իրավունք չունեն խոսելու ժողովրդի անունից, ովքեր իրավունք չունեն ասեն, որ իրենք այս ժողովրդի կյանքը ընենց կբարելավեն, որ երկնքից աստղեր կիջեցնեն իրենց համար։ Ուղղակի իրավունք չունեն, որովհետև մեր հասարակությունը ամեն ինչ տեսնում է, ամեն ինչ տեսել է։ Այո, կան մոլորված մարդիկ, ովքեր չգիտես ինչ հանգամանքներում, ինչից ելնելով հավատում են այդ մարդկանց, ես իրենց չեմ մեղադրում, բայց հավատալ են մարդկանց, ովքեր ամենակարևոր պահերին մեր կողքին չեն եղել ու ասել, որ մենք դպրոց ենք կառուցել։ Մի հատ երկու հատ դպրոց կառուցելով մարդուն չեն սրբադասեցնում։ Չեն ասում, որ ինքը սրբերի դասին է պատկանում։ Բայց պետությունը, որ այսքան ծրագրեր է անում, այս մանկապարտեզներն ու դպրոցները, գյուղերական դպրոց մանկապարտեզ չեն ունեցել, ընդհանրապես չեն ունեցել։ Այս ամեն ինչը, որ արվում է, ասում են, ինչի համար եք դպրոցում մանկապարտեզ կառուցում, գնացեք գործարաններ կառուցեք։ Դե լավ, սա ինչ է։ Սա մանկապարտեզ է։ Ոնց կարելի է, այսինքն ձեր արածը չակերտավոր բարեգործությունը, որ բարեգործության անվան տակ այս ժողովրդին մուրացկան էիք դարձրել։ Մուրացկան։ Ուղղակի մուրացկան, որ գնային 5000 դրամ կամ մի հատ ձեթ, բրինձ վերցնեին, գնային ընտրության։ Դուք այդ բարեգործության, չակերտավոր բարեգործությունը ասում եք, տեսեք մենք ինչեր ենք արել, բայց նույն կառավարությանը ասում եք ինչի համար եք այդ ամեն ինչը անում, գործարաններ սարքեք։ Եղբայր սարքեիք, անեիք, պահեիք, 0% հարկ դնեիք, իշխանության եք եղել, թոշակները բարձրացնեիք, առողջապահության ապահովագրություն անեիք, ձեր ձեռքով էր բռնել։ Պետպատվերի պատճառով մարդիկ ծեծում էին իրանց հիվանդանոցներում։ Կռիվ էին անում այդ պետպատվերի համար, որովհետև հիվանդանոցները այդ պետպատվերը անգամ հաշվի չէին առնում։ Բայց այսօր մի հատ գնացեք տեսեք, մարդիկ 4, 5, 6 միլիոն դրամանոց օպերացիաներ են անում ու առանց կոպեկի ոչ մեկ իրենցից բան չի ուզում։ Ոնց կարելի է այս բանի, ոնց ասեմ, ցիրկի մակարդակի պոպուլիզմը սա։ Ու մտածում եմ, որ դրանով կարան մարդկանց խաբեն, չեմ կարծում։ Ես վստահ եմ, որ մեր հասարակությանը այլևս խաբել չի լինի։ Այլևս խոստումներ տալ չի լինի, դա չի աշխատում։ Ես իրենց հորդորում եմ, հարգելիներս, խոստումները չեն աշխատում այլևս։ Այս մարդիկ տեսել են, լսել են խոստումներ։ Այո, դժգոհություններ կան նաև մեր իշխանությունից, բայց դա նորմալ է։ Օրինակ նույն նախկինների հետ կապված, որ ինչու է միջև հիմա դաշտում։ Իհարկե, դա նորմալ է։ Դրա համար ես ասում եմ 26 թվականի ընտրությունները մեր հասարակության, մեր պետության համար շատ կարևոր են, որ մեր հասարակությունը այլևս չհարցնի ուր են նախկինները, ինչի համար նրանք պատժված չեն։ Նախկիններին պատժելու է մեր հասարակությունը։ Չգիտեմ ով պատիժը ոնց է տեսնում։ Մարդիկ կան մտածում են, օրինակ ժամանակին պատժում էին ծեծելով, ով հակառակ էր խոսում իշխանությանը, բայց մեր իշխանությունը ազատել է մարդկանց այդ ծեծի դպրոցից։ Իսկ արդարադատությունը այստեղ անելիք չունի, հենց համակարգը, որպեսզի մարդիկ ստիպված չլինեն գնալ այդ ծայրահեղ։ Ես վստահ եմ, որ արդարադատությունը անում է ամեն ինչ, ամեն հնարավորը։ Բայց նաև ես մեր հայրենակիցներին ուզում եմ խնդրեմ, որ ավելի շատ զբաղվեն իրենց աշխատանքով, իրենց տան հոգսերով,
իրենց մեր բոլորին ինքնակրթվելու ձևեր ցույց տան, չմտնեն այն բաների մեջ, որոնք այդքան էլ իրենցը չի, այսինքն թողնեն, որ մարդիկ աշխատեն։ Շատ են քաղաքականացրել մեր հասարակությանը։ Ամեն երկրորդը քաղաքականությունից է խոսում։ Ու այդ ամեն ինչի մեջ շատ դժվար է այսպես առանձնանալ ու առօրյա հոգսերին տրվել։ Բայց ես խնդրում եմ, որ մեր հասարակությունը ավելի շատ զբաղվի իր առօրյայով, իր կրթությամբ, իր ընտանիքով, տեսնի այն լավ բաները, ինչը որ կատարվում է։ Իրոք լավ բաները։ Մարդիկ կան, այո, շատ մարդիկ կան, ովքեր օգտվում են այս ամեն ինչից, նույն առողջապահության ապահովագրությունից, բայց իրանք ոչ թե վատ են արտահայտվում, այլ իրանք այդ ամեն ինչի արժեքը դեռ չեն զգացել։ Չեն հասկանում, թե դա ինչ արժեքավոր բան է։ Միգուցե այդ նույն հիբրիդային պատերազմը ասվածն է, որ մարդկանց նաև ստիպում է անընդհատ զգոն լինել, անընդհատ քաղաքականությանը հետևել, հասկանալ շարժերին։ Իդեպ հիբրիդային պատերազմի մասին շատ է խոսվում, պարոն Համբարձումյան, տևական ժամանակ է թվում է դա մոդայիկ արտահայտություն է, բայց ինչ ասել է հիբրիդային պատերազմ, որ ուժերն են փորձում, ինչ են փորձում անել եւ ինչի են փորձում ուզում հասնել նաև այդ ճանապարհով։ Գիտեք, թե ինչ են ուզում հասնել այդ ճանապարհով, շատ պարզ է։ Իրենք ուզում են մեր հասարակությունից, մեր ժողովրդից խլեն խաղաղությունը, խլեն պետությունը։ Ուզում են դարձնեն գուբերնիա, որտեղ կոնկրետ տեղից կասեն ինչա պետք անել, որտեղ է պետք անել, ու այդ մարդիկ անեն, ու մենք աչքներս փակենք, ասենք, որ ոչինչ չենք տեսնում։ Հիբրիդային պատերազմը հենց սա է, ինչը որ մենք խոսում ենք։ Տեսեք, դուք անդրադառնում եք դրան, դա արդեն նշանակում է, որ մենք դրա մեջ ենք։ Մենք պետքա ուշադրություն չդարձնենք այդ ամեն ինչին։ Մենք պետքա գնահատենք իրականը, ինչը որ կա։ Մենք պետքա գնահատենք իրական Հայաստանը, չմոռանալով մեր պատմությունը, մենք պետքա գնահատենք իրական Հայաստանը։ Բայց մեզ ինչ են արել։ Մեզ անընդհատ հետ են տարել, անընդհատ հետ են տարել, անընդհատ հետ են տարել։ Այդ թեզերով, այդ միթիզական, ոչ մի կներեք, ոչ մի թիզականներով այս ժողովրդին մեզ բոլորիս հետ են տարել ու չեն թողել, որ մենք գանք ու հասնենք այս խաղաղությանը, բայց փառք Աստծո, փառք Տիրոջը, մենք եկել ենք այսօր, հասել ենք այս խաղաղությանը ու խաղաղությունը պետք է պահել, փայփայել ու թույլ չտալ, որ ինչ որ ուղղորդված ուժեր, որոնց հետաքրքրությունը ընդհանրապես այս պետությունը չի, այլ նյութականն է, այս մարդկանց համար, մարդիկ իրենց համար կարևոր է նյութականն է, իրենք դրանից են կարճած։ Մենք պետք է արմատապես կտրենք այդ մարդկանց մեր պետությունից։ Բայց ինչպես պիտի կտրել, էլի այդ հասկանանք, որովհետև նույն ժողովրդի մոտ պահանջն այն է, որ օրենքի ուժով դուրս դրեք այս մարդկանց ընտրական process-ներից, որպեսզի նրանք ընդհանրապես չկարողանան մասնակցել, չկարողանան հավակնել, դառնալ անգամ ընդդիմություն։ Հիմա վարչապետը նաև հայտարարել է ավելի վաղ, որ 26 թվականի խորհրդարանում չպետք է լինեն օլիգարխներ, նախկին նախագահներ, ինչպես ամենակարևոր հարցը։ Ընտրություններին մասնակցելով ու ձայնը տալով քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։ Միայն այդպես, որովհետև մենք ապրում ենք ժողովրդավար երկրում, մեր երկրում այլևս այն բարքերը, որոնք ժամանակին եղել են, չեն գործում ու Հայաստանի Հանրապետությունում որոշումը ժողովրդինն է։ Ժողովուրդը պետք է այդ որոշումը կայացնի։ Ուրիշ տարբերակ քան ընտրությունները գոյություն չունի։ Այսինքն ուժի կիրառում, թույլ չտալ մասնակցել ընտրություններին, ոչ, ժողովուրդը, եթե մեր հասարակությունը ասում է իրենք պետք չեն, հենց այդ հասարակությունը պետքա գնա ու մերժի իրենց։ Պարոն Համբարձումյան, եթե անձերից վերացարկվենք ու փորձենք հասկանալ թեզերը նաև, թե ով ինչ է առաջարկում, որովհետև այս ընտրությունների արդյունքում հանրության մոտ նաև պահանջ կա եւ ակնկալիք կա, որ կհասկանան, թե օրինակ զարգացման ինչ ուղի կընտրի Հայաստանը։ Հիմա գիտեք Եվրամիության հետ հայտնի բանակցությունները, թե վիզաների ազատականացման հետ կապված, թե հարաբերությունների, այսպես ավելի ջերմացման Եվրամիության տարբեր անդամ երկրների հետ գիտեք անգամ ռազմավարական համագործակցության մասին փաստաթղթեր են ստորագրվել Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ նման փաստաթուղթ կա ստորագրված TRIP նախագիծը։ Հիմա հասկանանք այն մարդիկ, ովքեր այսպես
թեկուզ բիզնես կապերով սերտաճած են կամ պորտալարով կապված են Ռուսաստանի հետ, բայց միաժամանակ խոստանում են, որ գալով լավ հարաբերություններ են ունենալու օրինակ Արևմուտքի հետ, նույն Կարապետյանների ուժը Նարեկ Կարապետյանը արևմտյան մեդիաներին հարցազրույց է տալիս եւ ասում է, թե ինչքան լավ պրոյեկտ է Թրիփը, թեև ասում է, որ այդտեղ են երաշխավոր այնուամենայնիվ պետք է երրորդ երկիր, չորրորդ երկիր օրինակ Ռուսաստան, Չինաստան։ Հիմա հասկանանք, թե Հայաստանը նաև զարգացման ինչ կուրս է ընտրելու, այսպես ասած 26 թվականի ընտրություններին, որովհետև նաև հասկանանք, թե ինչ տարբերակներ կան, ինչ առաջարկներ կան եւ Հայաստանը ուր կարող է գնալ։ Տեսեք, դա հեքիաթի ժանրից է։ Իրենց առաջ քաշած թեզերը, դրանք հեքիաթի ժանրից են, որովհետև իրենց իշխանության գալու դեպքում իրենք չեն կարողանալու նույն Եվրամիության, նույն Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, ինչպես որ հիմա մենք ենք շփվում հենց մեր դեմքով, իրենք չեն կարողանալու։ Իրենց ասելու են ում հետ շփվեն, իրենք այդ մարդկանց հետ էլ կշփվեն։ Իրենց մինչև հիմա ասում են իրենք ում հետ շփվեն, այդ մարդիկ այդ մարդկանց հետ շփվում են։ Այստեղ խնդիրը ամբողջությամբ դրա մեջ է։ Դա ուղղակի թոզ փչոցի է, ասենց ասեմ։ Մենք արդեն իսկ աշխարհի հետ շփվում ենք մեր դեմքով։ Նույն տեսեք նշեցիք Թրիփը, նշեցիք Եվրոպայի հետ մեր հարաբերությունները, չեն եղել նման հարաբերություններ։ Չեն եղել, որովհետև թույլ չեն տվել, որ լինի նման հարաբերություններ։ Հիմա մենք ասում ենք, որ մեզ պետք չի ինչ-որ մեկը թույլ տա։ Մենք որպես պետություն ներկայանում ենք մեր դեմքով։ Ու դրա համար մեզ այսքան հնարավորություններ, այսքան դռներ մեր առաջ բացվել են։ Լավ, եթե իրենք ասում են, որ պետքա երաշխավորներ են պետք։ Թրիփ նախագիծը երաշխիք չի, Nvidia-ն երաշխիք չի, Եվրոպայի հետ հարաբերությունները երաշխիք չեն, մենք իրենց իշխանության օրոք թղթի վրա ստորագրված, պեչատած, երթումներ տված երաշխիքները տեսել ենք։ Այդ երաշխիքները հոդս են ցնդել։ Որովհետև մեկ կհիշեք ասում էին, այ այս կետով եթե դիմեք, ձեզ կարձագանք են, ասում ենք դիմել ենք այդ կետով։ Այ վայ չէ, դուք այս կետի այս տողը բաց եք թողել, ձեր այս տողով էլ ենք դիմել։ Էս էլ ենք ասել, այն էլ ձեր անունից էլ ենք դիմել, եթե դուք ավելի մտերիմ եք իրանց հետ։ Բայց դա արդյունք չի տվել։ Բայց 25 թվականի օգոստոսի 8-ին նախաստորագրված փաստաթուղթը։ Ես չեմ խոսում այն փաստաթղթերի մասին, որոնք իրենք են ստորագրել ու դրանք եղել են երաշխիք։ Նախաստորագրված փաստաթուղթը փաստացի խաղաղություն է բերել մեր երկրին։ Ինչի եք ուզում գողանաք այդ խաղաղությունը այս մարդկանցից։ Իսկ ադրբեջանական կողմը օրինակ պարոն Համբարձումյան, ինչու չի շտապում ստորագրել վերջնական խաղաղության պայմանագիրը։ Ինչին է սպասում, այսինքն նույն սահմանադրության փոփոխությունը իր համար խնդիր է, թե դա պարզապես իմիտացիա է։ Օրինակ ընտրություններով որևէ բան պայմանավորված է, կարող է սպասել օրինակ ընտրությունների արդյունքներին, որովհետև ուժեր կան, որ չեն էլ թաքցնում իրենց, այսպես ասած, նկրտումները։ Տեսեք, ես այդ հարցին չեմ կարող պատասխանել։ Դա իմ պատասխանելու հարցը չի։ Վստահ եմ պարոն Միրզոյանին դուք այդ հարցը տված կլինեք եւ պատասխանը ստացած կլինեք։ Ես չեմ կարող պատասխանել։ Ես չեմ կարող ընդդիմության պատասխանները նույնիսկ համարձակություն չեմ ունենա, որ այդ պատասխանները տամ։ Ասեմ, որ իրանք օրինակ ասում են, թե Ադրբեջանը ինչա ուզում անի։ Մենք չպետք է կենտրոնանանք Ադրբեջանը ինչա ուզում անի։ Մենք արդեն արել ենք, մենք Ադրբեջանի հետ Ամերիկայի Միացյալ Նահանգներում նախագահի մասնակցությամբ, նախագահի ստորագրությամբ մենք ստորագրել ենք փաստաթուղթ, մենք պետքա մեր վրա աշխատենք։ Եթե մենք ասենք Ադրբեջանը էս անի, այն անի, մենք էլի կմնանք, էլի հետ կգնանք։ Մենք հիմա պետքա կենտրոնանանք մեր վրա, մեր պետության վրա, մենք պետքա զարգացնենք մեր պետությունը։ Պետքա մեր ժողովրդին հասկացնենք, չնայած որ արդեն հասկացել են, որ խաղաղությունը զարգացման ամենաբարձր երաշխիքն է, ամենաբարձր խաղաղությունը պահպանելով մենք բացվում ենք ամբողջ աշխարհի համար։ Մեր սահմանները բացվում են, մենք ես զարմանում եմ, ոնց չեն ուզում որ այս մարդիկ լավ ապրեն։ Ես ապշում եմ ուղղակի այս պետության մեջ, որ կան մարդիկ, ովքեր չեն ուզում որ այս ժողովուրդը լավ ապրի։ Շշմելու բանը։ Ոնց կարելի է, ոնց կարաս լինես հայ, ասես որ դու հայ ես, հայրենասեր ես, պետականամետ ես, կապ չունի որ դու ընդդիմադիր ես, ու դու չուզենաս որ քո ժողովուրդը լավ ապրի։ Չի լինում էլի տենց։
Եթե դու ուզում ես լավ ապրել, դու պետք է մի բան անես, բայց բացահայտ պատերազմի օրերին կառավարության դիմաց, ազգային ժողովի դիմաց միտինգներ էին անում այդ մարդիկ։ Դու ոնց կարաք խոսեք հայրենասիրությունից։ Դուք ոնց կարաք խոսեք պետությունից։ Դուք միտինգ անող եք։ Ուղղակի միտինգ անող եք, միտինգների ժամանակ խորոված անող եք դուք։ Դուք մարդկանց բերում եք ու գցում եք կրակի մեջ։ Դուք չեք ուզում ես մարդիկ լավ ապրեն։ Չեք ուզում այս տարածաշրջանում, այստեղ, չեք ուզում խաղաղ լինի։ Դուք մարդկանց խաբում եք, խոսում եք պատերազմի մասին, հիշում եք ասում էին պատերազմա լինելու, պատերազմով են պահում իշխանությունը։ Եղբայր, եթե պատերազմով էր պահվում իշխանությունը, օգոստոսի 8-ին վարչապետը ինչի գնաց խաղաղության համաձայնագիր նախաստորագրեց։ Եթե մեր իշխանության միակ մնալու երաշխիքը պատերազմով պահելն էր, ինչի համար էր այդ ստորագրումը։ Ինչի համար էր խաղաղությունը։ Հիմա ով է պատերազմ ուզում, մենք թե իրենք։ Իդեպ հիմա էլ ասում են, որ շանտաժ է անում վարչապետի հայտնի հայտարարությունից հետո, որ որոշ ուժեր սեպտեմբերյան նոր պատերազմ են նախապատրաստում, ասում են, սա էլ նախընտրական շանտաժ է։ Նախ դա քաղաքական հայտարարություն է, ես չեմ կարող մեկնաբանել վարչապետի ասածը, որովհետև դա քաղաքական խոսույթ է։ Երկրորդը, երբ որ վարչապետը ասել է սեպտեմբեր, դա չի նշանակում, որ խոսքը սեպտեմբերի մասին էր։ Պատերազմի մասին է խոսքը։ Ու յուրաքանչյուր խելացի մարդ հասկանում է, թե ինչ կլինի, եթե այն պայմանավորվածությունները, որոնք մենք ունենք, դրանք դնեն քննարկման։ Այսինքն գա մի իշխանություն, ընդդիմադիր դաշտից ինչ որ մեկը գա ու ասի, մի հատ պետքա բան անենք, վերանայենք այս փաստաթղթերը։ Ոչ մեկ չի սպասելու իրենց վերանայմանը, որովհետև վերանայման արտահայտությունը կասկածի տակ է դնում խաղաղությունը։ Իսկ խաղաղությունը, եթե կասկածի տակ է, դա ինչ է, եթե ոչ պատերազմ։ Դա ինչ է, ուրիշ բան է։ Այսինքն իսկապես այս ընտրությունները այդ երկընտրանքի մասին են, խաղաղություն թե պատերազմ, այդքան հստակ են։ Իհարկե, բայց ինչի մասին են։ Ինչի մասին են։ Մենք ինչից ենք եկել խաղաղության։ Եթե մենք չենք պահում այդ խաղաղությունը, կամ օրինակ ասում ենք մեզ, չգիտեմ, 4-5 գերտերությունների երաշխիքներ են պետք։ Ինչ երաշխիք։ Եթե սա ամենահասարակ բանն է, եթե փողոցում մեկին ծեծում են, ինքը իր պատասխան ապտակը չի տալիս, որ գնում է մյուսին խնդրում է, այդ մյուսը ամենաառաջի հարցը ասում է դու ինքդ քո համար ինչ ես արել։ Հիմա հերթը ասել է, որ մենք ինքներս մեր համար մի բան անենք, ու արել ենք արդեն, որ այն պետությունները, որոնք կաջակցեն մեզ, տեսնեն, որ մենք ինքներս ենք մեր համար բան արել։ Չենք վազել մեկին բան, մենք ինքներս ենք նախաձեռնել, մենք ինքներս մեր դեմքով ենք արել, մենք երրորդ դեմքով չենք շփվել ոչ մեկի հետ։ Իսկ այս մարդիկ ուզում են գան, էլի գնան ուրիշի անունից, գնան մեկին խնդրեն, ասեն, ինչ իմանաս այն մեկը ինչ կասի, ինչ կփոխանցի։ Ու էլի sense փչացած ռադիո խաղալով ու ում հաշվին են ուզում անեն այդ ամեն ինչը։ Ում հաշվին։ Ում հաշվին։ Այս ժողովրդի հաշվին, մեր զինվորների հաշվին, ինչա պետության հաշվին։ Իրենց ինչ։ Իրենք ամենակարևոր պահերին կամ տանն են փակված, կամ չգիտեմ, Մայամիներում են, կամ եսին որտեղ են, իրենց դրանից ոչինչ, խաղաղությունից էլ իրենց ոչինչ, պատերազմից էլ իրենց, անձնապես իրենց ոչինչ, որովհետև մենք տեսել ենք, որ իրենց ոչինչ։ Այդ 20-18 տարեկան տղերք, որ գնացել են կռվել են, իրենց դրանից ինչ ա եղել իրենց հետ, ոչ մի բան։ Այդ մարդկանց արյան հաշվին ձեռք եկել այս խաղաղությունը, այդ մարդկանց արյան գնով, դուք ինչ եք ուզում, նորից պատերազմ եք ուզում, այս ժողովուրդը կբամփի ձեր գլխին ձեր պատերազմի ցանկությունը։ Թող այս ժողովրդի հետ, այս գիտակից հասարակության հետ խաղեր չտան։ Խաղաղությունը, այսինքն մուրճով հունիսի 7-ին բամփելու են իրանց գլխին։ Ու թող խաղ չանեն այս ժողովրդի հետ։ Այս պետությունը այլևս իրենց համար ցիրկի գնդակներ չեն, որ սենց խաղացնեն։
Եվ վերջում պարոն Համբարձումյան շատ է խոսվում, հիմա դուք էլ որոշակի այսպես սպառնալից խոսույթ օգտագործեցիք, նույն խորհրդարանական ընդդիմությունը շատ է խոսում ճնշումների, ճնշված լինելու, բռնաճնշումների մասին, դուք մի կողմից խոսում եք ժողովրդավարության, ազատ խոսքի մասին, այ իրենք ասում են, որ ճնշված են, բռնաճնշումներ կա, հատկապես Դաշնակցությունն է այդ մասին խոսում, Եվրամիության աջակցությունը հիբրիդային պատերազմի դեմ այսպես իրենց վտանգի տակ է դրել, կարծես թե այդ իմաստով են դժգո եւ պարոն Միրզոյանը օրերս նաև ասաց, որ Եվրամիություն բառը լսելիս որոշ մարդիկ թե ներսում, թե դրսում որոշ դերակատարներ խրտնում են։ Հասկանանք նաև այս ինչ բռնաճնշումների ընտրությանը միջամտելու մասին են խոսում, ասում են, որ Եվրամիությունը պատրաստվում է նաև կեղծել ընտրությունները։ Եվրամիությունը ընտրություններ չի կեղծում, սկսենք այդտեղից։ Կուզենայի մի պատմություն պատմեի, բայց չեմ պատմի, ուղղակի ցած երկու բառով կասեմ։ Եվրոպական երկրներից մեկում ընտրությունների ժամանակ մեր Հայաստանից դիտորդներ կա, հարց է տալիս, ասում օրինակ ո՞նց եք վերաբերում նրան, որ հանկարծ ընտրությունները օրինակ կեղծվեն։ Պատասխանը լինում է հետևյալը. հնարավոր չի։ Ասում ինչի, որովհետև դա օրենքով չի կարելի։ Պատժելի է օրենքով ընտրություններ կեղծել։ Այսքանով կարանք հասկանանք, որ ընտրությունները կեղծելու նպատակ առավել եւս չի կարող լինել, Եվրամիությունը աջակցելու է, որ մեր ընտրությունները չփորձեն խանգարեն, չկարողանան մոլորեցնեն։ Ընտրությունները բաց թափանցիկ են։ Անկամ քաղաքացիական պայմանագիր կուսակցության падգամավորների տեխնացուները ընտրվում են on-line ռեժիմով, բոլորը նայում են, տեսնում են ում են քվեարկել, ում չեն քվեարկել։ Իսկ ինչը վերաբերվում է նրան, որ ասում եք սպառնալիքներ չկան, պարզապես կա մի փաստ։ Այն մարդիկ, ովքեր պետությունից գողացել են, ովքեր մեր ձեր հաշվին հարստացել են, այդ մարդկանց ժողովուրդը չի ընդունում եւ այլևս չի էլ ընդունելու։ Դա պարզ փաստ է։ Այո, եթե մտածում են, որ բոլոր նրանք, ովքեր այս պետությունը թալանել են, մենք իրենց սպառնում ենք, մենք չենք սպառնում։ Ժողովուրդը ձեզ սպառնում, այո։ Ու ես կուզեմ ամփոփիչ մի խոսք ասեմ մեր հասարակությանը։ Սիրելի հայրենակիցներ, հունիսի 7-ին տեղի ունեցող ընտրություններում այդ ընտրությունները խաղաղության, ինքնիշխանության, պետության մասին են։ Եվ այդ ընտրությունների եւ խաղաղության եւ պետության եւ ինքնիշխանության երաշխավորը եւ միակ երաշխիք մեկ մարդը դու ես։ Այդ մեկ մարդը դու ես, այդ մեկ մարդը դու ես եւ հազարավոր, միլիոնավոր մեր հայրենակիցները, ովքեր գնալու են եւ ապացուցելու են, որ խաղաղությունը այլընտրանք չունի։ Շնորհակալ եմ։ Ձեզ եմ շնորհակալ, պարոն Համբարձումյան։ Հիշեցնեմ, որ զրուցակիցս Գոռ Համբարձումյանն էր, կհանդիպենք։